Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում կրկնակի տոն էր։ Գրադարանի հիմնադրման 50-ամյակն ու գրադարանավարի օրը։ 50 տարիների ընթացքում գրադարանը փուլ առ փուլ հաղթահարել է դժվարությունները, անընդհատ զարգացել է ու կատարելագործվել։ Կես դար շարունակ այս գրադարանը եղել է գիտելիքի, մշակույթի և կրթության պահպանման վայր։ Այս ընթացքում դուք ոչ միայն պահպանել եք գրքի նկատմամբ սերը, այլև աջակցել եք համայնքի կրթական և հոգևոր զարգացմանը, դարձնելով գրադարանը մշակութային կենտրոն։ Շնորհակալություն ձեր նվիրումի, աշխատասիրության և բոլոր ջանքերի համար։ Թող առաջիկա տարիները առատ լինեն նոր ծրագրերով, ընթերցողներով և նոր ձեռքբերումներով։ Խոնարհումս բոլոր հիմնադիրներին, հարգանքս և խոնարհումս բոլոր տարիների բոլոր աշխատակիցներին, հարգանքս ներկայի աշխատակիցներին իդեմ տնօրինության, շնորհավորում եմ, միանում եմ շնորհավորանքի բոլոր գեղեցիկ խոսքերին, նաև այսօր գրադարանավարի օրն է, շնորհավորում եմ բոլոր իրենց կյանքը գրքին և գրադարանին նվիրած բոլոր մարդկանց։ Թե գրադարանների կենտրոնացված համակարգը, թե գրադարանավարները մշտապես եղել են ուշադրության կենտրոնում ու արժանացել գնահատանքի։ Միջոցառմանը ևս պարգևատրվեցին ու գնահատանքի արժանացան Վանաձոր համայնքի, այդ թվում Գուգարք, Դարբաս, Շահումյան բնակավայրերի գրադարանների աշխատակիցներ։ Վանաձորի համայնքապետարանը մշտապես զանազան միջոցառումների շրջանակներում հրավիրում է թե գրադարանավարներին, թե մենք ենք այցելում, պարբերաբար շրջայցներ ենք անում, փոխշփման միջոցով մշտապես մեր գրադարանավարի կողքին ենք լինում եւ այսօր էլ հենց մեր գրադարանավարի մեծարման օրն էր եւ յուրաքանչյուր աշխատակից զգաց իր համայնքի ղեկավարի աջակցությունը եւ առհասարակ մեր դրական մոտեցումները գրադարանավարի անձի նկատմամբ, քանի որ հենց գրադարանավարն է ապահովում ընթերցողի եւ գրքի միջև սերտ կապը։ Գրադարանում խոստովանում են. այստեղ զգում են ինչպես տանը։ Մի մեծ, ջերմ ու հոգատար ընտանիքում, որտեղ ավելի շատ ժամանակ են անցկացնում եւ հոգ են տանում միմյանց մասին։ Գրադարանում աշխատելը կյանքի իմաստ է։ Ոչ միայն կրթվում ես, ոչ միայն դաստիարակվում ես, ոչ միայն գիտությանն ես մոտ կանգնած մշակույթին, մշակութային իրադարձություններին, այլ դու դառնում ես դրանց մի մասնիկ, ակամայից ես դառնում։ Բոլոր գրադարանավարներին համայն աշխարհի մաղթում եմ արևշատություն, շատ ընթերցողներ, անսպառ աշխատանք, որպեսզի իրենք հոգնածություն ունենան աշխատանքից, բավարարված, լիարժեք զգան իրենց, գնահատված լինեն։ Գրադարանների կենտրոնացված համակարգի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին գրադարանի ներկայիս ու նախկին աշխատակիցների։ Գրադարանները մարդկային հոգու հարստությունների գանձարան են եւ թե որքանով կապրի եւ ինչքան կապրի այդ գրադարանը, այդ գանձարանը պայմանավորված է գրադարանավարով, լավ գրադարանով, կիրթ, գրագետ գրադարանավարով։ Ես իմ այս 23 տարիների ընթացքում տեսել եմ այն սերն ու նվիրումը, որով որ գրադարանավարները սպասարկում են ընթերցողներին եւ օգտվելով առիթից ուզում եմ մաղթել իմ բոլոր գործընկերներին, գրադարանային գործի բոլոր նվիրյալներին, այս ոլորտի բոլոր աշխատակիցներին ուժ, եռանդ, համբերություն եւ տոկունություն իրենց այդ չափ պատասխանատու առաքելության ճանապարհին։ Չափահասության առաջին օրվանից ես աշխատում եմ այս գրադարանում մոտավորապես արդեն 35 տարի։ Այս օջախը ինձ համար աշխարհում ամենաթանկ օջախն է։ Ես շատ եմ սիրում մեր գրադարանը։ Ես այստեղ եմ եղել շատ դժվար ու շատ լավ օրերին։ Ես այստեղ եմ եղել իմ գոլեգաների հետ, մենք դարձել ենք մի ընտանիք։ Ես շատ եմ սիրում ընթերցել, ես շատ եմ սիրում մեր գրադարանը։ Ես շնորհավորում եմ իմ բոլոր գոլեգաներին, այս գեղեցիկ օրվա կապակցությամբ, շնորհավորում եմ մեզ բոլորիս։ Գիրքը շատ կարևորագույն մասն է յուրաքանչյուր մարդու։ Ես շատ եմ սիրում ընթերցել եւ հորդորում եմ բոլորին։ Ընթերցել ու այլի ընթերցել։ Եվ նրանք բոլորը համակարծիք են։ Գրադարանն ու գրքերի աշխարհը բոլոր աշխատողների համար արդեն երկար տարիներ է ինչ դարձել է կյանքի անքակտելի մաս։ Աշխեն Սուքեսյան, Հայկ Վարդանյան, Թղթապանակ։